Խաչատրյան, ըստ քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցի դուք արդեն քվեարկել եք, ավելին քվեարկել եք բացարձակ ունայնության մեջ։ Հիմա կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ եք գալիս քվեարկության։ Կներեք, որ լրատվամիջոցն է։ Դուք ունայնության մեջ եք քվեարկել։ Յոթ անփառունակ լրատվամիջոցներից եկեք չխոսենք, ես մեր քարոզարշավի ընթացքում իրենց բնորոշել եմ այդպես, մի պա նեղացել էին իմ այդ բնորոշումից, եկել էին մեր քարոզարշավը լուսաբանելու, երևի մոտ 2 ժամ մեզ հետ եղան, այդպես էլ ոչ մի լուսաբանում չտեսանք մեր քարոզարշավից, չկարողացան, որովհետև ստանալ այն, ինչը իրենք ուզում էին։ Նաև իրենք հարցումների արդյունքներ էին դրել։ Հա, փոխարեն Հարցումների արդյունքներ էին տեղադրել ուրբաթօրը, որի բացարձակ մեծամասնություն կազմելու է ԿՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց 12%-ի մոտ է։ Դա նույնպես այդ լրատվամիջոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթում ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չի, արդեն իսկ ախորոշված է ամեն ինչ։ Նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք լրիվ այլ քվեարկության արդյունքներ։ Հիբրիդային պատերազմ են տանում։ Իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղաշաբաթում Էջմիածին քաղաքում, դա բերել է թե ԿՊ-ի, թե վաղաշաբաթ համայնքի նախկին իշխանությունների գործելավոճի։ Կարծիքով իշխող Նախորդ ընտրությունների վրա, ինչքան որ մասնակցության մասին մենք տեղեկանում ենք մեր վստահված անձերից, նախորդ 21 թվականի համայնքային ընտրությունները բավականին ակտիվ Իսկ Մեխակյանին ընտրելու Նիկոլ Փաշինյանը ընտրեն թե ԿՊ-ին, տպավորությունը որ փորձում է տարանջատվել ԿՊ-ից, հնարավոր է օրինակ իր կերպարի շնորհիվ էջմիածինցիները փորձեն ավելի շատ ձայն տալ, ասել դե մեր տղան է լավ տղա է։ Էջմիածնեցներին, Էջմիածնիդ ինչ կապ ունի, որ տենց բան ասեն։ Կողքի խոշորացած համայնք։ Հա, խոշորացված համայնքին է, բայց ինքը Էջմիածին քաղաքից չի, ԿՊ-ն ամբողջ այս քարոզարշավի ընթացքում իրենք նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասում են, որ սա ԿՊ-ի հետ կապ չունի, սա մեր քաղաքի հարցն է, այստեղ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես է։ Կարծում ձայն կհավաքեն քվեարկության արդյունքները։ Պարոն Խաչատրյան, ամփոփիչ հանրահավաքին մենք տեսանք, որ ԿՊ-ի հավաքին մասնակցում էին Թալինից եկած մարդիկ, մասնակցում էին այն կեղծ տատույով դպիրը Հովանավանքի ակցիայի ակտիվիստները, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չեկավ։ Ինչ է կարծում, պատճառը որն էր, չէր ուզում Մեխակյանը, որ ասոցացվեր Փաշինյանին։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից այդ օրվա հանրահավաքի մեր ոստիկանության բաժնում ամբողջությամբ այդ սև բերետավորներն էին, կարմիր բերետավորներն էին, ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս հանրահավաքին վաղաշաբաթի չկա, միայն Օհանավանքի ֆեյք պատարակի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու ֆեյք պատարակ, այդ ֆեյք դպիրների ատամնաբուժերի մասնակցությամբ երևի դրա համար չի մասնակցել։